Հունվար 10 Ձեզ հետ է Քրիստինեն։ Նմանվել Քրիստոսին ասել է խորը ցանկությամբ սրտել, ճանաչել և կատարել իր խոսքը։ Ողջույն, բոլորիդ մաղթում եմ ուրախ հունվարի 10 և տարվա երկրորդ շաբաթ։ Եկեք միասին 3 անգամ ընթերցենք անգիր սովորելու համար նախատեսված երկրորդ շաբաթվա հատվածը։ Ես կկարդամ առաջին անգամ, կլռեմ երկրորդ անգամ ընթերցելու առիթը տալով ձեզ, այնուհետև ես և դուք միասին կկարդանք 3 անգամ։ Այսպես ամեն օր 3 անգամ կարդալով մինչև յուրաքանչյուր շաբաթվա վերջ, հեշտությամբ, բայց ձեր նվիրվածության ու ներդրված ջանքերի արդյունքում շաբաթ առ շաբաթ ավելացնելով անգիր արված մեկ հատված, տարվա վերջում 52 վարդապետական և կիրառական կարևոր աստվածաշնչյան հատվածներ կդառնան ձեր սեփականը։ Հավատարմությունը և հետևողական մնալը կարևոր գործոններ են այս ընթացքում։ Կարդամ առաջին անգամ Երեմիա 9-րդ գլուխ 23-ից 24 համարներ։ Այսպես է ասում Տերը. իմաստունը իր իմաստությունովը չպարծենա, և զորավորը իր զորությունովը չպարծենա, հարուստն իր հարստությունովը չպարծենա, այլ սրանով պարծենա, ով որ պարծենում է, թե հասկանում և ճանաչում է ինձ, որ ես եմ Տերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք և արդարություն եմ անում, որ ես սրանց եմ հավանում, ասում է Տերը։ Ինքներդ կարդացեք երկրորդ անգամ և ես կլռեմ։ Շատ լավ, այժմ միասին կարդանք երրորդ անգամ Երեմիա 9-րդ գլուխ 23-ից 24 համարներ։ Այսպես է ասում Տերը. իմաստունը իր իմաստությունովը չպարծենա, և զորավորը իր զորությունովը չպարծենա, հարուստն իր հարստությունովը չպարծենա, այլ սրանով պարծենա, ով որ պարծենում է, թե հասկանում և ճանաչում է ինձ, որ ես եմ Տերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք և արդարություն եմ անում, որ ես սրանց եմ հավանում, ասում է Տերը։ Այսօրվա Աստվածաշունչից ընթերցվող հատվածները հետևյալներն են. 5 կտակարանից Ծննդոց գիրք 19-րդ գլուխ առաջի համարից մինչև 20-րդ գլուխ 18 համար, Սաղմոս 6-րդ գլուխ 1-ից 5-րդ համարներ, Առակաց 3-րդ գլուխ 1-ից 4-րդ համարներ և Նոր կտակարանից Մատթեոս ավետարան 8-րդ գլուխ 1-ից 17 համարներ։ Մաղթում եմ ձեզ ուրախ և օրհնաբեր օր, մինչ հաջորդ հանդիպում։